Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 19-ն է եւ սա քաղաքական խաչմերուկն է։ Ես Էդուարդ Այվազյանն եմ։ Չի համարեմ, ասում Էդուարդ Այվազյանն եմ, քանի որ տեսնում եմ մեկ-մեկ մեկնաբանությունների մեջ ոմանք երևի թե հատուկ սխալ են դիմում, ուրիշ մարդու անունն օգտագործում։ Դրա համար որոշեցի այս անգամ ներկայանալ։ Չնայած որ համոզված եմ, որ շատ-շատերի համար ներկայանալու կարիք չկա, շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար, արձագանքների եւ լայքերի։ Այսօրվա մեր հաղորդման թեման կրկին սկսում ենք Հայաստանում նախընտրական այդ հայտարարություններով, տեսնում ենք, որ արդեն Զախարովան է կրկին ակտիվացել, հայտարարություններով է հանդես գալիս եւ ավելի լավ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, քանի որ չենք տեսնում, որ Ռուսաստանի Դաշնությունը արձագանքի այդ ահաբեկչական, տերորիստական տեսանյութերին, որոնք որ երեք տարածվել են, ես նույնիսկ համոզված եմ, որ դա նկարահանվել է Ռուսաստանում եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասնակցությունը այդտեղ մեծ է եղել, բայց երբ որ այդ երկրի արտգործնախարարությունը լռում է այդ հարցով եւ անդրադառնում է նրա ներկայացուցիչը մեկ այլ էպիզոդի, երեկվա Փաշինյանի հանդիպման էպիզոդին մի կնոջ հետ, ում որ ուղարկել էին հատուկ սադրանքների համար, ահա սա արդեն հետաքրքրություն է առաջացնում ու ավելի լավ է համոզում մեզ բոլորիս, այսինքն նրանց, ովքեր որ դեռ չեն համոզվել, ինչ որ կասկածներ ունեն, ավելի լավ է համոզում մեզ բոլորիս, թե ինչ նպատակներ ունի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ, բայց Զախարովայի լկտիության աստիճան գոյություն չունի եւ պարզից պարզ է, որ այդ լկտիությունը գալիս է Լավրովից եւ Պուտինից, եթե Լավրովը եւ Պուտինը թույլ չտային նրան այդքան լկտի անալ, բնականաբար ոչ Զախարովան, ոչ Մարգարիտա Սիմոնյանները, ոչ Գաբրիելյանովները եւ ոչ էլ ուրիշները բնականաբար նույնպես չէին լկտի անալու։ Եվ ինչ է ասում Մարիա Զախարովան երեք տեղի ունեցածի հետ կապված, նախ նշեմ, որ մի հատ կին էր եկել մոտեցել Նիկոլ Փաշինյանին եւ փորձում էր սադրանքների միջոցով վեճի մեջ մտնել Փաշինյանի հետ, Փաշինյանին հունից հանում են, փորձում են հունից հանել եւ այդ անգամ էլ կարծես թե ստացվեց դա իրենց մոտ, դրա համար Մարիա Զախարովան մեկնաբանում է, որ կատարված է Երևանում, դա արդյունք է Մակրոնի եւ եվրոպական արժեքների, Մակրոնի այցի Երևան եւ եվրոպական արժեքների։ Ասում է եվրոպական արժեքները у них на лицо или на лице, այսինքն այդպիսի արտահայտություն կա։ Եվ շատ վիրավորական ձևով արտահայտվում է Զախարովան Փաշինյանի մասով։ Ես կարծում եմ, որ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է պահանջի Ռուսաստանի արտգործնախարարությունից հարկանքով վերաբերվել Հայաստանի վարչապետի հասցեին արվող հայտարարությունների ժամանակ, ինչպես նաև այլ պաշտոնյաների նկատմամբ արտահայտվելիս։ Եվ հստակ պետք է կապել դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ, որ եթե դուք նման արտահայտություններ եք անում, ուրեմն ամենաբարձր, ուրեմն ամենավերևներից ձեզ թույլատրվել է նման հայտարարություններ անել։ Իրերը պետք է կոչել իրենց անուններով եւ հետո թող չնեղանան, եթե Հայաստանից ավելի սուր հայտարարություններ սկսեն անել իրենց աստվածություն Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Երեք մեկ հետաքրքիր տեղեկություն եւս ինձ հանդիպեց հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Ակոբյանի հրապարակումներ դա, որ Հայաստան դաշինք հետաքրքիր տեսահոլովակներ է սկսել օգտագործել, հետաքրքիր, բայց իմ պատկերացմամբ խիստ հակահայկական եւ իրենք Մայր Հայաստանի արձանի փոխարեն պատկերում են, թե ինչպես Հայաստանը կոչվում է Երևանի նահանգ ադրբեջանական կամ թե ինչպես իբր Ծիծեռնակաբերդում տեղադրվելու է Աթաթուրքի արձանը կամ այն, որ Հայաստանում իբր մեծ մզկիթ է ադրբեջանական կառուցվելու, իսկ անձնագրերը կորցնելու են իրենց նշանակությունը, ադրբեջանական են դառնալու կամ ինչ-որ նման մի բան։ Սա ոչ միայն ռուսական ոճի, ռուսական բնույթի սադրանք է, այլ նաև շատ խորը հակահայկական դրսևորում։ Եվ սա եւս կարծում եմ պետք է անպայման իրավապահների ուշադրության արժանանա։ Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր ընտրելու են Հայաստան դաշինքը, կընտրեն։ Հնարավոր է նրանք կարողանան հաղթահարել անցողիկ շեմը, հնարավոր է կարողանան մտնել խորհրդարան, բայց այդպիսի հակահայկական սադրանքներով
Չեմ կարծում, թե նրանց հետևորդների թիվը ավելանա, բայց նույն ժամանակ մենք ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ ահա նման բան կարող է տեղի ունենալ Հայաստանում։ Եթե շատ ցանկանաք, մենք ինքներս ենք ցուցադրում, թե ինչպիսի ախորժակ կարող է ունենալ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ։ Ցավով եմ սա նշում, քանի որ չի կարող պատկերացնել, որ նման բան ընդհանրապես տեղի ունենար, բայց փաստ է ահա մարդը, ահա Տիգրան Հակոբյանը այդ ամենը փաստացի արձանագրել է եւ մեզ է ներկայացնում։ Դրանից բացի, ինչ մենք ներկայացնում ենք եւ հիմա ինչ խոսում ենք, դա կարծես թե ընդհանուր մեկ շղթայի մաս է։ Երևի դուք տեսաք Telegram-յան ալիքներով տարածվում էր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը քաղաքացիների հետ եւ քաղաքացիներից մեկը մի տարեց մարդ Գագիկ Ծառուկյանին ասում է, որ մենք պարտավոր ենք ամրապնդել Ռուսաստանի հետ մեր կապերը, քանի որ սա Ռուսաստանի տարածքն է, պես է փաստացի այդ մարդը ասում, եթե ռուսները այստեղից հեռանան կամ գնան, ուրեմն սա Պարսկաստանի տարածքն է, քանի որ Ռուսաստանից առաջ Պարսկաստանն էր այստեղ Հայաստանում։ Եվ այդ հայտարարությունը իր մեջ շատ խորը ստրկամտություն է պարունակում։ Ճիշտ է, մենք տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանն էլ համաձայնվում է այդ մարդու հետ։ Շատ իմաստուն է որակում այդ մարդու հայտարարությունները, բայց սա եւս վկայում է այն մասին, որ Հայաստանում հասարակության որոշ մի փոքր հատվածի մոտ կա ստրկամտություն։ Հայաստանի հասարակության մեջ կա մի հատված, որը որ պատկերացնում է, որ մենք անպայման պետք է ունենանք հովանավորներ, ավելի ճիշտ ոչ թե հովանավորներ, նույնիսկ տերեր, մենք չպետք է ունենանք անկախություն, եւ մենք պետք է լինենք կամ Ռուսաստանի գուբերնիան, կամ ադրբեջանա-թուրքական վիլայետ, կամ պարսկական։ Ճիշտ ասած չեմ տեսնում շատ մեծ տարբերություն պարսկականի, թուրքականի, ադրբեջանականի եւ նույնիսկ ռուսականի միջև։ Եթե դու չունես անկախություն, ապա չես ունենա նաեւ ազգային արժանապատվություն։ Բայց ունենք նաեւ շատ կարևոր եւ պոզիտիվ լուր նույնպես հարավության ես տեսա, թե ինչպես Մխիթար Հայրապետյանը մի փոքրիկ տեսանյութ էր պատրաստել, որտեղ տեղեկացնում էր բոլորին, թե արդեն Հայաստանը զենք է կարողանում արտահանել եւ 3 հայկական ընկերություններ, 2 երկիր շատ դժվար լոգիստիկ ճանապարհներով կարողացել են զենք արտահանել։ Սա նշանակում է այն, որ հայկական զենքը, հայկական զենքի արտադրությունը արդեն նոր մակարդակ է, նոր փուլ է բարձրացել եւ նոր մակարդակի ենք մենք փաստացի ասել, որ մենք կարողանում ենք ոչ միայն արտադրել մեզ համար, այլ նաև կան երկրներ, որոնք որ հետաքրքրված են հայկական զենքով եւ մենք արդեն արտահանում ենք հայկական զինատեսակներ։ Իսկ սա նաև նշանակում է այն, որ ավելի մեծ ներդրումներ են արվելու զենքի արտադրության ոլորտում, ավելի մեծ ներդրումներ եւ ավելի մեծ վաճառքներ։ Իսկ դա իր հերթին բերելու է թե տնտեսական եւ թե ռազմական մեծ հնարավորությունների Հայաստանի համար։ Սա ամենակարևոր եւ հետաքրքիր տեղեկությունն էր, որը ես տեսա առավոտյան եւ բնականաբար շատ ուրախացա դրա համար։ Ես նաեւ համոզված եմ, որ շատ շուտով, կարող է ամիսներ անց, մենք արդեն տեղեկանանք, թե որ երկրների մասին է խոսքը։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ հատկապես Իրանի շուրջ։ Սա շատ կարևոր թեմա է, քանի որ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ արդեն մեծ դարձավ։ Աճեց այդ հավանականությունը եւ սпасելի այդ պատերազմի վերսկսումը 3-4, նույնիսկ 2 օրից։ Ինչ է ասում Դոնալդ Թրամփը, գանք իր հայտարարություններից, հերթով ավելի թարմ հայտարարություններ ընթերցենք եւ ոչ միայն Թրամփի հայտարարություններից, տեսնենք թե ինչ արձագանք կա նաեւ Իրանից, որպեսզի ավելի լավ հասկանանք թե ինչ է տեղի ունենում։ Նախ Թրամփը երեք հայտարարեց, որ Իրանի համար արդեն ժամացույցի սլաքեր առաջ են գնում եւ շատ քիչ ժամանակ է մնացել Իրանի համար, որպեսզի նրանք կողմնորոշվեն։ Դրանից բացի ես արդեն տեղեկացրել էի 2 օր առաջ այն մասին եւ հիմա էլ կրկին այդ տեղեկությունները կա, Axios-ն է տեղեկացնում, Թրամփը արդեն իր թիմով հավաքվում է որոշել, թե ինչ գործողություններ են սկսում Իրանի շուրջ։ Բայց չնայած որ այդպիսի հայտարարություններ կան, Իրանի արտգործնախարարության խոսնակը ասում է, որ բանակցությունները շարունակվում են Պակիստանի միջնորդությամբ, հեքիաթ է արդեն դարձել,
Դե ուզում են ասել, որ մենք բանակցությունների մեջ ենք, էլի հարձակվում եք մեր վրա, դրա համար է ներվում այդ հայտարարությունները, խոսել են միջուկային իրենց ծրագրից, որ իրենք շատ վաղուց համաձայնվել են միջուկային զենքը, որ չպետք է տարածվի, անիմաստ հայտարարություններ Թեհրանից, մենք տեսանք նաև Փեզեշկյանի հայտարարությունները, որ եթե մենք բանակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դա չի նշանակում, որ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվում, ինչ այլոց կապիտուլյացիայի մասին Թրամփը նաև գրառում էր արել, ասել էր, եթե Իրանում բոլորը ճերմակ դրոշ բարձրացնեն եւ ընդունեն, որ իրենք պարտվել են, ապա միևնույնն է New York Times-ը եւ մնացած լրատվամիջոցները կասեն, որ չէ, Թրամփն է պարտվել, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են պարտվել։ Իրանից մենք նաև տեղեկություններ ենք ստանում, Թասնիմ գործակալությունը ասում է, որ իբր Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնվել են անել պատժամիջոցները ժամանակավոր Իրանի վրայից, կա նման իրականում խոսակցություն, բայց դա առաջարկի տեսքով է, քանի որ մենք նաև տեսնում ենք հիմա Թրամփի վերջին գրառումը, որտեղ որ նա տեղեկացնում է բոլորին, որ Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով ինքը հետաձգեց կրկին ռազմական հարձակումը Իրանի ուղղությամբ, որը որ նախատեսված էր վաղը, քանի որ իր խոսքով հիմա լուրջ բանակցություններ են ընթանում։ Բայց Թրամփը ասում է, որ հրահանգել են պատրաստ լինել լիարժեք լայնածավալ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր չկնքվի Իրանի հետ։ Այսինքն Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով այդ հարձակումը Իրանի ուղղությամբ հետաձգվել է, բայց այստեղ կարևոր է նշել, որ արդեն կարող է այս պատերազմի երկրորդ փուլին միանան նաև այդ երկրները։ Իմիջիայլոց, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև 70,000 զինվորականներ է տեղափոխել տարածաշրջան, չի բացառվում, որ պատերազմի վերսկսումով եւ դրա երկրորդ փուլով, այսինքն հարվածների սկսվելուց կան տարբեր փուլեր, չէ, ռազմական գործողությունների մեջ։ Երկրորդ, երրորդ փուլով կարող է նաև ցամաքային գործողություն սկսվել Իրանի նկատմամբ։ Դրանից բացի New York Times-ը հաղորդում է, որ Թրամփը նաև ասել է այն, որ Իրանը շատ լավ գիտե, թե ինչ տեղի կունենա իր հետ, եթե ինքը չգնա հիմա զիջումների։ Այդ մասին է փաստացի նաև տեղեկացնում Al Jazeera հեռուստաընկերությունը, արաբական հայտնի հեռուստաընկերությունը, ասելով, որ Թրամփը մոտակա օրերի ընթացքում կարող է վերսկսել պատերազմը Իրանի նկատմամբ։ Թրամփի համբերությունը արդեն սպառվեց եւ ընդամենը մի քանի օր է տվել նա Իրանին վերջնական որոշում կայացնելու համար։ Իրանի մասով նաև հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ծիծաղս գալիս է, քանի որ ուրիշ բան էր այս մարդը խոսում եւ այդ իր խոսակցությունների պատճառով հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեցին իրենց մեծականակ զորքը դուրս բերել Գերմանիայից, հիմա արդեն դիպված այլ բաներ է խոսում, ասում է, որ մենք լիարժեք աջակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին Իրանում, այնինչ անում է Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանում, մենք լրիվությամբ կողմ է արտահայտվել նաև Իսրայելի մասով, այսինքն աջակցել է Իրան, աջակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, խոսել է Հորմուզի նեղուցի մասին, ասելով, որ Հորմուզի նեղուցն էլ անպայման պետք է բաց լինի բոլորի համար եւ Իրանը պարտավոր է բացել Հորմուզի նեղուցը։ Դրանից բացի վերջում Մերցը նաև ասում է այն, որ ինքը պայմանավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ իրենք պետք է համագործակցեն այդ հարցում, որպեսզի հասնեն այդ նպատակին։ Տեսնենք։ Եվ այս ամենից սիրելի հայրենակիցներ կարող ենք փաստել, որ հավանականությունը նրա, որ պատերազմը կվերսկսվի շատ մեծ է։ Արդեն Թրամփի հայտարարությունները շատ են տարբերվում նախկին հայտարարություններից, զգում ես, երբ իրական են նրա մտադրությունները եւ նաեւ կարելի է զգալ, երբ որ արվում են դրանք ուղակի հայտարարություն անելու համար, այսինքն պատերազմի վերսկսման հավանականությունը շատ մեծ է, նաեւ տեղեկություն կա, որ արդեն իսկ Նետանյահուի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել, Իսրայելը նույնպես պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանին եւ սպասում են հիմա վերջնական պատասխանի, Իրանի վերջնական պատասխանին։
Ինչ կա ռուս-ուկրաինական պատերազմից։ Ուկրաինական լայնածավալ դրոնային հարձակումներից հետո Մոսկվայի ուղղությամբ Պեսկովի հայտարարությամբ է հանդես եկել, այսինքն համընկնում է այդ ամենը իրար հետ։ Դրա համար եմ ասում, որ ոչ թե իրենք չեն ուզում կապել այդ հայտարարությունները, բայց մենք տեսնում ենք, որ իրար հետ կապ ունի, այսինքն Պեսկովը ասում է այն, որ իրենք հույս ունեն, որ Ուկրաինան կվերադառնա միջնորդավորված բանակցություններին։ Մի քանի օր առաջ ուրիշ բան էին ասում մոտավորապես, հիմա ասում են, որ իրենք հույս ունեն, որ Ուկրաինան կվերադառնա միջնորդավորված բանակցություններին։ Բայց մենք տեսնում ենք հետաքրքիր հայտարարություն Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականի կողմից, Սերգեյ Ստերնենկոյի կողմից, որ Ուկրաինան Կիևը ավելի մեծամասշտաբ, լայնամասշտաբ հարձակման է պատրաստվում Մոսկվայի ուղղությամբ։ Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, եւ եթե ավելի մեծամասշտաբ հարձակում տեղի ունենա, պատկերացնում եմ, թե ինչ կարող է դա լինել։ Եվ բնականաբար, քանի որ 2 օր առաջ տեղի ունեցածը կարելի ասել առաջին լայնածավալ հարձակումն էր Մոսկվայի ուղղությամբ, դա կարծում եմ առաջին փորձն էր ուկրաինացիների եւ իրոք կարող է շատ ավելի մեծ, ավելի մասշտաբային դրոնային հարձակում իրականացնել Ուկրաինան մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում։ Բայց կարևոր է նաև նշել այն, որ Բելարուսում հիմա զորահավաք է, Բելարուսի տարբեր շրջաններում հրահանգ է իջեցվել, որ փակում են անտառները, պահեստազորից հետ են կանչում, պահեստազորից հավաքում են սպաներին, նաև լայնածավալ հիմա զորավարժություններ են սկսվում Ռուսաստանի եւ Բելարուսի միջև եւ այդ ամենը հուշում է այն մասին, որ կարող է Բելարուսից երկրորդ ճակատ բացվի Ուկրաինայի ուղղությամբ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է։ Սրա մասին նույնպես ուզում էի ձեզ տեղեկացնել։ Եվ վերջում կարևոր եմ համարում խոսել երկու բառով անդրադառնալ Կուբային։ Մենք 2 օր առաջ խոսել ենք Կուբայից եւ երեկվա տեղեկություն է սա, Axios-ը հայտնում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը թվով 300 դրոններ է տեղափոխել Կուբա։ Հիշում եք, երբ որ շրջափակման մեջ էր վերցրել Կուբան Ամերիկայի Միացյալ Նահանգները, ռուսական տանկերին թույլ տրվեց Թրամփի կողմից նավթ հասցնել եւ այլ օգնություն հասցնել Կուբային։ Եվ հիմա տեղեկություն կա, որ այդ ժամանակ Ռուսաստանը 300 դրոններ է տեղափոխել Կուբա, նաև իրանական դրոններ են հասել եւ որ այդ դրոնները կարող են արդեն հարվածներ հասցնել ամերիկյան տարբեր բազաներին եւ նավահանգիստներին։ Չնայած կարևոր է նաև նշել այն, որ Կուբայի իշխանությունները կարծես հերքում են, ասում են, որ չէ նման բան գոյություն չունի, բայց ըստ Axios-ի աղբյուրների նման բան կա, գոյություն ունի եւ հնարավոր է նման քայլի կրնա Կուբան։ Այս բայդարությամբ սիրելի հայրենակիցներ, այսքանը հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։